Հրապարակ թերթի տեղեկություններով 3 հուլիսի 8-ին քննիչները այն աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Ծառուկյանի տուն կոկորդիլոսների հետևից, նրանց էլ կենթանաբանական այգի տեղափոխելու նպատակով։ Գիշատիչներից մեկը չհանդուրժելով ստեղծված իրավիճակը փորձել է հոշոտել իրեն մոտեցած այն աշխատակիցներից մեկին, սակայն այնականը պլստացել է կենթանու ճանկերից։ Կոկորդիլոսը հասցրել է կծել նրան։ Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Ներքին գործերի նախարարությունը հերքել է, թե նման դեպք է եղել։ Իդեպ իշխանություն լրատվականին էլ հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի կոկորդիլոսներին տնից կենթանաբանական այգի տեղափոխելու ժամանակ կոկորդիլոսներից մեկը պոչով հարվածել է կենթանաբանական այգու աշխատակցի հոնքին։ Աշխատակիցը վնասվածք է ստացել, դիմել է բժշկական օգնության։ Երևանի քաղաքապետարան այս տեղեկությունը հաստատել է եւ նշել, որ հիվանդանոց դիմաց աշխատակիցն արդեն դուրս է գրվել, որևէ լուրջ բան չի եղել։ Ձերբակալությունից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեջբերում նրա հայտարարությունից։ Տոտալ սպառնալիքների, վիրավորանքների, զինակիցների ձերբակալությունների արշավի շարունակությունն է իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ Սարքովի գործը։ Իմ խիղճը հանգիստ է։ Մեզ շատ անհրաժեշտ է ներքին հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Սահմանադրական դատարանի որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը, անկախ բոլոր անարդարություններից։ Ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին, գրել է Ծառուկյանը։ Ծառուկյանը իր դեմ հարուցված քրեական գործը փուչիկ է անվանել։ Ուր եք արա, ձեր ազգի տերել եք, հել եք արեք։ Արադ ցեմենտ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք հավաքվել են գործարանի կապարակնքված դարպասների մոտ, ցանկանալով իմանալ, թե ի վերջո երբ կկարողանան աշխատանքի վերադառնալ։ Անդերը Եվրոպա է, թողեցի եկա մտա գործի, միամետվա մնացիստ է։ Այսօր դրա փագել ես, ինչ անեմ, ընկեր վարչապետ ուր է ցանք։ Ինչ հողտանք մեր գլխին։ Մենք աշխատենք, դուք եք ձեր հարցերը։ Հարուցեւի բաներ կա մեջքներից դրած։ Ընտանիք բող տղամարդ եմ, կինս չի աշխատում։ Երկու հատ էլ երեխա, դե արի գնա դրանց պայ։ Աշխատակիցներն ասում են, բոլորն էլ վարկեր ու ապարիկներ ունեն, արդեն 4-րդ օրն է չեն աշխատում։ Անհասկանալի է, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, ինչպես են լուծելու իրենց հարցերը։ Մենք պետք է հարգմուծենք, որ այս ոստիկաններին, որ բերել են այս արևին կայնացրել են այս տղեկին, դրանց էլ կարեն աշխատավարձ տա։ Որ չտվեց այդ հարկերը, այս պետությունը, ես, դուք, ամեն մեկս 20% մեզնից փող ենք տալի պետությանը, որ չաշխատանք չտվեցինք, այդ պարոն ոստիկաններին որ դուծավ արձադրելու, ավտոմատ 5 ամիսը մեկ, 10 ամիսը մեկ ինքն էլ է ռոջիկ ստանալու, եթում ենք ընդե, ընչի մեջից հելել ենք, 20 տարի հետ ենք եթում, ժողովուրդ էսի լուրջ հարցա, ես ես բոյս չեմ առնելու հետամ, մի հատ սես լակոտի խնդրեմ, որ ընձի հացտա տանեմ երեխես ու։ Բողոքներին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, Արադ ցեմենտը շուտով պետականացվելու է։ Հիմա նույնը խնդրում եմ Արադ ցեմենտի հարգելի աշխատողներին չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք, նրանք ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն եւ այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից։ Այո, սպառնում եմ ըստ էության։ Գործարանի գլխավոր տնօրեն Արտյոմ Պողոսյանը ավելի ուշ հայտարարել է, որ խոսել են քննիչների հետ եւ հարցրել, թե երբ կարող են վերադառնալ իրենց աշխատանքին ու աշխատողներին խնդրել է գնալ տուն։ Բոլորից խնդրում եմ հանգիստ կարող եք գնալ բոլորը ձեր տներով, քիչ ու շոտ, արդեն կարգավորենք ձեզ լրացուցիչ կասենք որ ժամին ինչ հերթափոխով եք հաճախում գործի ու կսկսենք աշխատել։ Այս բանը բոլորից խնդրում եմ, բոլորդ հանգիստ կարող եք գնալ ձեր տներով, ձեր գործերով։ Ակցիայի մասնակիցները համաձայնել են, սակայն պնդել, որ եթե վաղը առավոտյան աշխատանքի չվերադարձան, կփակեն Զոդի կամուրջը։ Եթե մենք չստացանք այդ տեղեկությունը, մենք այս տղեկով, այս գործարանի բանվոր խմբով որոշել ենք, եթե այլ ենք զստենք Զոդի մոստը փակենք։ Զոդի կամուրջը փակելու սպառնալիքից ժամեր անց գործարանը վերսկսել է աշխատանքները։ Փաշինյանը չի տեսել հանրային մեծ դժգոհության ու քննադատության արժանացած Գագիկ Ծառուկյանի ձերբակալության կադրերը։ Ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին, թե ինչ ուղերձ է փոխանցվում հանրությանը նման տեսարաններով եւ ինչպես է մեկնաբանում այդ գործելավոճը, Փաշինյանը պատասխանել է. Ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետեւ դրանք ինձ չեն հետաքրքրում։
Ես ձեր հարցին պատասխանեցի, ես ձեր նշած տեսարաններ չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Փաշինյանի պնդմամբ ասֆալտին փռելու հրանգները տրվել են շատ վաղուց եւ հարց է թե ինչու դրանք նախկինում պատշաճ կերպով չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետեւ այդ թվում են պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին եւ դրա օգտին է քվեարկել։ Փաշինյանը անդրադարձել է նաև շրջանառվող այն լուրերին, թե Տիգրանաշենը Արծվաշենով փոխարինելու վերաբերյալ վերջնական որոշում կա։ Նա հերքել է այդ լուրերը նշելով. «Սահմանազատման հիմքում դրված քարտեզների վրա այդ տարածքները առկա են եւ ինքնական մկրատով կտրելն ու դրանցից հրաժարվելը Հայաստանի շահերից չի բխում, քանի որ կարող է նախադեպ ստեղծել նաև Ադրբեջանի կողմից հայկական այլ տարածքների նկատմամբ հավակնությունների համար»։ Անդրադառնալով 3 համացանցը ցնցած ռուս պրանկերների իր անունից կատարած զանգին, Փաշինյանը նշել է. Պրանկերների մասին դե պրանկ են անում հիմա ես ինչ պետք է։ Բաքվում ամեն կերպ փորձում են հայ գերիներին հասկացնել, որ Հայաստանի իշխանությունները շահագրգռված չեն իրենց վերադարձով, ուստի այս պայմաններում ինչ են ակնկալում միջազգային ատյաններից։ Բաքվի բանտից ընտանիքի միջոցով տարածած ուղերձում ասել է Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ամենածանր այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են այսպես մտքեր, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում եւ շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ինչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից, ինչ կարող են նրանք անել։ Սա է վիճակը։ Արդեն լուրեր են շրջանառում, որ հավանաբար Գերագույն դատարանը մեր գործերը չի ընդունի եւ փորձում են կանխակալ իրավիճակ ստեղծել, որպեսզի որևէ ձևով արհեստական այսպես միջամտություններ ունենան։ Անդրադառնալով Ադրբեջանի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությանը, Իշխանյանը նշել է. «Լավ գիտակցում են, որ սա ընդհանրապես ձևական բնույթ ունի, առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը չի փոխվելու, սակայն իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել, որովհետև դա է դեպի միջազգային դատարան տանող ճանապարհը»։ Նրա խոսքով այդ մասին բաց հայտարարել են նաև դատարանում, գաղտնիք չկա։ Заниматься процессом с гайдетинис бу Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա լրագրողներին հայտնել է, որ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերել հայկական կողմի հետ ու հիշեցրել, որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է հյուսիսից հարավ, իսկ մեջբերում էքսկլավային գյուղերի հարցերը կգտնեն իրենց լուծումը։ Մեջբերման ավարտը։ Բայրամովի խոսքով Բաքուն ավարտել է խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնեցման աշխատանքների իր մասը, ընդ որում Ադրբեջանը կրկին պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, որից հետո միայն Բայրամովի պնդմամբ խաղաղության համաձայնագիրը կարող է վերջնականապես ստորագրվել։ Այս գիշեր Երևան ժամանած ուղևորները օդանավակայանում անձնագրային հսկողության հսկիչ կետերն անցնելու իրենց հերթին են սպասել մոտ 3 ժամ։ Խցանումն առաջացել է այն պատճառով, որ Զվարթնոցը գրեթե միաժամանակ 5 չվերթ է իրականացրել։ Իրանի ներկայացուցիչները զանգել են եւ խնդրել քննարկել գործարքի վերաբերյալ հարցերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք զանգել են ու ասել, որ շատ են ցանկանում գործարք կնքել։ Ես պարզապես չգիտեմ, արդյոք նրանք արժանի են գործարք կնքելուն եւ արդյոք պատրաստվում են այն պահպանել, ասել է Թրամփը։ Դատելով իրանական կողմի կոշտ պնդումներից, իրականում ոչ թե Իրանն է ցանկանում գործարք կնքել, այլ հենց ինքը, Թրամփը։ Մինչ օրս իրանցի բանակցողներ հրաժարվել են բացել գործարքի մասին խոսակցություն, մինչև չպահպանվեն համաձայնագրի բոլոր կետերը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը խնդրել է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ եւ պարզել մնացյալ հարցերը։ Սպիտակ տան ղեկավարը արդեն տևական ժամանակ է հրամայում է հարվածներ հասցնել իրանական խոշոր թիրախներին, սեփական ջանքերով կտրելով բանակցային թելը, հետո էլ հայտարարում, թե իբր մեջբերում իրանցիները մեռնում են գործարք կնքելու ցանկությունից։ Մեջբերման ավարտը։ Թրամփի նման հայտարարությունների ֆոնին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների ներքո։ ԱՄՆ-ն այս գիշեր ընդլայնել է Իրանի դեմ հարվածների մասշտաբները, հարձակվելով ռադարների եւ հակաօդային պաշտպանության միջոցների վրա, հայտնել է Աքսիոս գործակալությունը։ Պայթյուններ են որոտացել Պարսից ծոցի Ջասկ քաղաքում եւ Աբու Մուսա կղզում։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են նաեւ, որ հարվածներ են եղել Բուշեր ատոմակայանի շրջանում։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր գրում են հրդեհների բազմաթիվ օջախների եւ էլեկտրամատակարարման խափանումների մասին։ Իրանի Բուշեր քաղաքում 2 արկ է ընկել ռազմական բազայի վրա, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Մոտ
մոտ 10 պայթյուն է լսվել Չաբահարում եւ Կոնարակում։ Ամերիկյան արկերի բեկորներն ընկել են Չաբահար քաղաքի հիվանդանոցի շենքի վրա, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Ըստ նախնական տեղեկությունների խոցված թիրախներից մեկը եղել է ԻՀՊԿ-ի Իմամ Ալիի անվան ռազմակայանը։ Իրանն առաջիկայում լայնածավալ պատասխանատվություն է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելու համար։ Այդ կապակցությամբ Քուվեյթում, Բահրեյնում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում արդեն արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս հայտարարությունից շատ չանցած Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտներին ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ սրանով հարվածները դեռևս սկսվում են։